դրվեց չէ դեռ զբաղեցնել ոչ թե ուժում լինելի շարքերում, այլ դատավարության մասնակցի համար նախատեսված վայրում, որը որ այս բանին զբաղեցնում է։ Հայերենի երկիրները փոխեմ եւ դեպքերն դառնալին ասեցիք չեմ լքելու սրահը, բայց վերջը տեսան, որ ինչ եղավ, այդ ինչ սրահը չի եզրափակվում ապակիներով, սրահը նաև այս սրահն է, որտեղ որ դուք բոլորդ նստած եք։ Դատանի դահլիճը համարվում նաև այս սրահը, որտեղ որ դուք բոլորդ նստած եք։ Այսինքն ուզեք ասել, որ արձագանքեցիք սրահի Ես ասացի, որ ես այստեղ կնստեմ կընտրեմ այս նիստը, սակայն որպես պաշտպան չեմ մասնակցի։ Բայց հետո ասեցիք ես գմնամ սրահում, չեմ Սրահում նկատի ունեմ այստեղ։ Այստեղ։ Տիկին Ջովանովա, եթե ձեր նկատմամբ դատանը սանկցիա կիրառի է, ինչպես կգնահատեք։ Ես կարծում եմ, որ այդ սանկցիան ապօրինի կլինի, որտեղ ես դատանի դահլիճից չեմ հեռացել։ Ես հեռացել եմ ընդամենը պաշտպանի համար նստելու աթոռից։ Եվ ընդհանրակարգը, եթե պաշտպանյալը ամասնամյանը հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայությունից, բայց դատանը այն ամենին գտնում է, որ պետք է պաշտպան ներգրավի, սա օրենքով ինչպես է։ Սա ճիշտ ասած օրենքի բացն է, սակայն իմ խնդիրը չի օրենքի բացը փակել։ Իմ համար շատ կարևոր է, որպեսզի այն անձը, ում ես պետք է պաշտպանեմ, գոնե դրա համաձայնությունը տա։ Ես չեմ պատրաստվում պաշտպանել մեկ անձի, որը որ չի ցանկանում, որ ես դա իր համար անեմ։ Ավելին ասեմ, անձը հստակ նշեց, որ ունի իր կողմից ընտրված պաշտպան եւ անհրաժեշտության դեպքում այս նիստին կմիջնորդի կամ կհրավիրի իր կողմից ընտրված պաշտպան։ Չէ։ Ես համենայն դեպս անուն ազգանուն չեմ կարող ասել, չեմ լսել։ Այսինքն, եթե այն ամենին ձեզ ներգրավեին, դուք պետք է ծանոթանայիք քրեական գործին։ Իհարկե, երբևէ չի պատահում, որ պաշտպանը առանց քրեական գործի նյութերին ծանոթանալու սկսի մասնակցել քրեական գործի քննության։ Ձեր կարծիքով դատավորը ձեր բնորոշմամբ ինչու ապօրինի սանկցիա կիրառեց նաև ձեր նկատմամբ, այն դեպքում որ առաջին անգամ եք այստեղ եւ դա որևէ կապ չունի առաջին կամ երկրորդ անգամ այստեղ գտնվելու հետ։ Ես կարծում եմ, որ որոշումը ապօրինի էր այնքանով, որ ես դատանի դահլիճը չեմ լքել, սակայն ինձ դատանի դահլիճը լքելու համար սանկցիավորեցին։